Երկրորդ մեղավորը իհարկե ընդդիմությունն է։ Եվ երբ որ մենք խոսում ենք ընդդիմության մասին, ճնշող մեծամասնության մոտ միանգամից նախկիններն են ասոցիացվում, չէ, ես այս պահին ասում եմ ընդհանուր առմամբ ընդդիմությունը, որովհետև ընդհանուր առմամբ ընդդիմության մասին մենք կարող ենք ասել մեղավոր են, որ անընդմեջ մինչև հիմա նույնիսկ առաջնորդվում են սեփական հավակնություններով։ Նախկինները խառնելով ընդդիմության հետ մենք կարող ենք ասել, որ իրենք առանձնանում են չարախնդությամբ այն պարագայում, որ մենք մեկ ընդհանուր երկրի մասին ենք խոսում եւ մեկ ընդհանուր տառապանքի, առանձնանում են նորից այդ ոչ թե վախկոտությամբ, բայց ցանկացած քայլափոխին անվճռականությամբ, իրար հետ համագործակցելու գոնե, եթե ընկերներ չլինելու, բայց գոնե համագործակցելու ունակության բացակայությամբ եւ այդպես շարունակ, բայց քանի որ ընդդիմությունը այնուամենայնիվ ոնց որ ասեցի ասոցիացվում է նախկինների հետ, ապա առաջին հերթին մենք ասում ենք, որ իրենք էլ են մեղավոր, իհարկե մեղավոր են այն ամբողջ իրավիճակի, որում որ հնարավոր եղավ Նիկոլի գալը ընդհանրապես։ Այն իրավիճակի, որում որ մեր երկիրը այնքան թուլացավ, որ չկարողացավ դիմակայել թե արտաքին, թե ներքին մարտահրավերներին, այդ ամբողջ իրար հետ, այդ ամբողջը թվարկելով, ու երբ որ մենք ասում ենք, այո, մենք հասկանում ենք, որ թե նախկինների մեջ, թե ընդհանրապես իշխանության մեջ երբևիցե չընդգրկվածների մեջ կան հիանալի կադրեր, եւ այդ կադրերը իհարկե մենք պիտի օգտագործենք հետագայում, այդ թվում Սփյուռքի կադրերը, այնուամենայնիվ մենք շատ կարեւոր է որ հստակեցնենք, ընդդիմությունը ոչ պակաս է մեղավոր, միգուցե մի քիչ ավելի պակաս, քան գործող իշխանությունները, զուտ որովհետեւ գործող իշխանությունները մշտապես ունեն առաջնային մեղքը, եւ գոնե որովհետեւ ակնհայտ դավաճանություն չի եղել ընդդիմության կողմից, գոնե ակնհայտ չի եղել։